ջան, ոնց որ մի քիչ եղանակից թե ինչ դա մի քիչ սառած ենք։ Հա, մի հատ տակացնենք օդը։ Միասին։ Հայաստան դաշինքը նախընտրական քարոզարշավը Արարատի մարզում մեկնարկեց Վեդի քաղաքից։ Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին, Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Այմարտ ինչ ունեք մեծ երկերը հանգիստ թողեք։ Իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ Ռուսաստանի վզին։ Հաշվի չառնելով, թե ինչքան է մեր տնտեսությունը կախված այդ երկրի հետ։ ԵԱՏՄ-ի ընդհանրապես համակարգի հետ։ Հիմա մենք ինչ ենք ուզում, ոնց ենք ուզում ապրել ընդհանրապես, չունենալ բարեկամ, չունենալ դաշնակից, լինել մենակ այստեղ, ամբողջ հույսը կապել Ալիևի կամքի հետ, Ալիևի քմաչույքի հետ, սա ենք մենք ուզում։ Քոչարյանը անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ զոհերի թվին հարց բարձրացրեց, ինչու այն չի հրապարակվում։ Դագաղները, որ հետ են եկել, սառնարարոց մեքենաներով, համարներով են եկել, համարներով, հիմա ասում ենք, հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, մեր հերոսներին հարգեք, տպագրեք, մի հուշամատյան սարքեք, թող բոլորը իմանան։ Հայաստան դաշինքի առաջնորդը գործող իշխանությանը հեռացնելու իր բնորոշմամբ պարզ մեխանիզմ առաջարկեց։ Գալիս է հունիսի 7-ը։ Դուք գիտեք ինչ եք անելու հունիսի 7-ին։ Ոչ միայն դուք մենակ, ձեր հարևանների հետ պետք է խոսանք, ձեր ընկերների, բարեկամների, շրջապատի հետ, բոլորին պետք է մոբիլիզացնել, որովհետև այսօր մենք ունենք թշնամի ներսում եւ այդ թշնամի ներսից բացում է Հայաստանի դարպասները Ադրբեջանի համար։ Նա իսկապես ուզում է սարքել Հայաստանից արևմտյան Ադրբեջան։ Սա է նպատակը։ Այլ բացատրություն, թե ինչ է անում այսօր այս իշխանությունը, ես չունեմ տրամաբանական որևէ շղթայի մեջ, որևէ տրամաբանական սխեմայի մեջ, սա չի տեղավորվում, ժողովուրդ ջան։ Ուրեմն, բոլորս միասին հունիսի 7-ին Համար 17-ին, համաձայն եք։ Արարատի մարզում Հայաստան դաշինքի հաջորդ կանգառը Արարատ քաղաքն էր։ Մենք ազգովի այդ արժանապատվության համար պատրաստ ենք պայքարել, թե պատրաստ չենք պայքարել։ Ուրեմն, եթե պատրաստ ենք, մի հատ լավ բարձր ասա։ Պատրաստ ենք։ Այստեղ նույնպես Քոչարյանը իր ելույթի հիմնական հատվածում քննադատեց իշխանության վարած քաղաքականությունը։ Մեր հայրենիքը մեծ չի, շատ ավելի մեծ էր։ Հիմա շեշտակի խուզել են, հաշտ ենք մենք սրա հետ։ Ոչ, կարծում եմ հաշտ չենք։ Կարող ենք այս հարցը լուծել։ Վստահաբար կարող ենք։ Վստահաբար։ Ուրեմն ինչ պիտի անենք։ Պետք է պայքարենք։ Արտաշատում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում խաղաղությունը պետք է միջազգային երաշխավորներ ունենա։ Մենք ասում ենք, որ խաղաղությունը չի կարող լինել երկարատև, հարատևելի առանց երաշխավորների։ Եվ մենք առաջարկում ենք, որ այդ երաշխավորները պետք է լինեն այս երկրագնդի վրա ամենից հզոր երկրները։ Ասում ենք լինի Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան։ Նիկոլ Փաշինյանը ունի յուրահատուկ կարծիք։ Ասում է խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է։ Չեմ հորինում, Ժորժ ջան ինքն է ասում։ Լուրջ։ Դաշինքը իր քարոզարշավը շարունակեց նաև Կոտայքի մարզում։ Չարենցավան, Նորհաճն, Աբովյան, կանգառները 3-ն էին։ Չարենցավանում Քոչարյանը խոսելով քաղաքի խնդիրների մասին ընդգծեց, որ այն ժամանակին արդյունաբերական կենտրոն էր եւ այսօր կրկին զարգացման կարիք ունի։ Չարենցավանը եղել է արդյունաբերական քաղաք։ Եղել է հսկա բազմաթիվ տարբեր արդյունաբերական գործարաններ, այսօր գիտեմ, որ այդ խնդիրը ունենք եւ մեր ծրագիրը երկրին վերադարձնել արդյունաբերական հզորություն։ Չի կարող երկիրը համարվել ժամանակակից, հզոր, մրցունակ երկիր առանց արդյունաբերությանը։
եւ սա մենք ամրագրել ենք մեր ծրագրերում։ Աբովյանում դաշինքի падգամավորի տեխնացու Աննա Գրիգորյանն ընդգծեց, իրենց ընտրվելու դեպքում երկրում կվերանան պառակտումները։ Մեր այս պայքարը նրա համար է, որ նաև իշխանափոխությունից հետո համ ընդհանուր ներդաշնակություն եւ համերաշխություն լինի մեր ժողովրդի մեջ։ Այո, այն մարդիկ, ովքեր պետքա կրեն պատասխանատվություն, այն ամենի համար ինչ տեղի ա ունեցել մեզ հետ պետքա պատասխանատվություն կրեն, բայց ժողովուրդը պետքա համերաշխ լինի եւ այդ պառակտվածությունը մենք առհասարակ վերացնելու ենք մեր ժողովրդի եւ մեր պետության մեջ։ Հայաստան դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո։ Միասին կարող ենք կարգախոսով։ Դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 213 տեխնացուից բաղկացած ցուցակ եւ ազգային փոքրամասնությունների 4 տեխնացուից բաղկացած ցուցակ։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։